Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25, 10 կույսերի առակը։ Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած ելան Փեսային ու հարսին դիմավորելու։ Նրանցից 5-ը հիմար էին, իսկ 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին, իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա Փեսան գալիս է, վեր կացեք նրան ընդառաջ»։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. «Մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստունները պատասխանեցին և ասացին. «Այնպես չլինի, որ թե մեզ և թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և գնեք ձեզ համար»։ Երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. «Տե՛ր, բա՛ց արա մեզ համար»։ Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ։ Արթուն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»։ Երեք ծառաների առակը։ Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մեկին 5 քանքար տվեց, մեկին 2, մեկին էլ 1 քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության և ճանապարհ ընկավ։ Նա, որ 5 քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և 5 քանքար ևս շահեց։ Նույնպես և նա, որ 2 քանքար էր ստացել, 2 քանքար ևս շահեց։ Իսկ նա, որ մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթդրամը թաքցրեց։ Բավական ժամանակ անց վերադարձավ ծառաների տերը և նրանցից հաշիվ պահանջեց։ Մոտեցավ նա, որ 5 քանքար էր ստացել, 5 քանքար ևս ներկայացրեց և ասաց. «Տե՛ր, ինձ 5 քանքար տվեցիր, արդ ահա 5 քանքար ևս շահեցի»։ Տերը նրան ասաց. «Կեցցես, բարի և հավատարիմ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատերի վրա կնշանակեմ, արի, ուրախացիր քո տիրոջ հետ»։ Մոտեցավ և նա, որ 2 քանքար էր ստացել, և ասաց. «Տե՛ր, ինձ 2 քանքար տվիր, ահա 2 քանքար ևս, որ դրանց վրա շահեցի»։ Տերը նրան ասաց. «Կեցցես, բարի և հավատարիմ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ, արի, ուրախացիր քո տիրոջ հետ»։ Մոտեցավ նաև նա, որ 1 քանքար էր ստացել, և ասաց. «Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ Վախեցա, գնացի և քո այդ քանքարը հողի մեջ թաքցրի, արդ ահա քոնը քեզ»։ Տերը դիմեց նրան և ասաց. «Չար և ծույլ ծառա, գիտեի, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել, ուստի դու պետք է իմ արծաթդրամը գոնե դրամափոխների մոտ դնեիր, որ վերադառնալիս տոկոսով պահանջեի այն, ինչ իմն էր։ Արդ սրանից վերցրեք այդ քանքարը և տվեք նրան, ով 10 քանքար ունի, որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ Իսկ այս անպիտան ծառային հանեք արտաքին խավարը, այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։ Վերջին դատաստանը։ Արդ, երբ մարդու որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։ Այդժամ թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. «Եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի և ինձ կերակրեցիք, ծարավեցի և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի և ինձ հագցրիք, հիվանդ էի և ինձ խնամեցիք, բանտում էի և ինձ այցելեցիք»։ Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. «Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրեցինք, քեզ ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք»։ Թագավորը կպատասխանի և նրանց կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ինձ համար արեցիք»։ Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. «Հեռացե՛ք ինձնից, անիծյալներ, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա արբանյակների համար։ Որովհետև քաղցեցի և ինձ չկերակրեցիք, ծարավեցի և ինձ խմելու ջուր չտվեցիք, օտարական էի և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում և ինձ չայցելեցիք»։ Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. «Տե՛ր,
Քեզ երբ տեսան քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մեր, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցին քեզ, այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք։ Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Գլուխ 26. Դավ Հիսուսի դեմ։ Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. «Գիտեք, որ 2 օր հետո զատիկ է, և մարդու որդին պիտի մատնվի խաչվելու համար»։ Այդ ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն, բայց ասում էին. ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Հիսուսի օծումը Բեթանիայում։ Երբ Հիսուսը եկավ Բեթանիա, բորոտ Սիմոնի տուն, նրան մի կին մոտեցավ, որն իր հետ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։ Երբ աշակերտները տեսան, բարկացան և ասացին. «Ինչի համար էր այդ յուղի վատնումը, որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»։ Հիսուսն իմացավ այս և նրանց ասաց. «Ինչու եք անհանգստացնում այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա»։ Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով, նա նշանով հայտնեց իմ թաղվելու մասին։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն։ Մատնության գինը։ Այդ ժամանակ 12-ից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ և ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք 30 արծաթ դրամ վճարեցին նրան։ Դրանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին նրանց մատներ։ Վերջին ընթրիքը։ Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։ Հիսուսն ասաց. «Գնացեք քաղաք այսինչ մարդու մոտ և նրան ասեք. վարդապետն ասում է, իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու զատիկը»։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը 12 աշակերտների հետ սեղան էր նստել, և մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։ Աշակերտները խիստ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Մի՞թե ես եմ, Տեր»։ Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու։ Մարդու որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է մարդու որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, վարդապետ»։ «Դու ասացիր», պատասխանեց նրան։ Հաղորդության խորհրդի հաստատումը։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին, ասելով. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»։ Ապա բաժակ վերցնելով գոհացավ տվեց նրանց, ասելով. «Խմեք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։ Բայց ասում եմ ձեզ, այսուհետև որդատունքի բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։ Ապա սաղմոսերկերուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Հիսուսը կանխատում է Պետրոսի ուրացումը։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք ամենքդ ինձնով գայթակղվելու եք, որովհետև գրված է. «Կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն»։ Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլյա պիտի գնամ»։ Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Թեև ամենքն էլ քեզնով գայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, 3 անգամ կուրանաս ինձ»։ Պետրոսը նրան ասաց. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ նույնիսկ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև մյուս բոլոր աշակերտներն էին ասում։ Աղոթք Գեթսեմանիում։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր։ Նրանց ասաց. «Նստեք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։ Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի 2 որդիներին, նա սկսեց տխրել և տագնապել։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է, այստեղ մնացեք և ինձ հետ արթուն հսկեք»։
Ապա փոքր-ինչ առաջ գնալով երեսնի վայր ընկավ, աղոթեց եւ ասաց. «Հայր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Եկավ աշակերտների մոտ եւ նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես չկարողացաք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթուն մնացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար»։ Հիսուսը նորից երկրորդ անգամ գնաց աղոթքի կանգնեց եւ ասաց. «Հայր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ, թող քո կամքը լինի»։ Եկավ եւ դարձյալ նրանց քնած գտավ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին։ Թողեց նրանց եւ երրորդ անգամ գնաց աղոթքի կանգնեց ու նորից նույն խոսքն ասաց։ Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ եւ նրանց ասաց. «Ննջեք այսուհետև եւ հանգստացեք, որովհետեւ ահա հասել է ժամը, եւ մարդու որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ Վեր կացեք, գնանք այստեղից, որովհետեւ ահա հասավ նա, ով մատնելու է ինձ»։ Հիսուսի մատնությունը եւ ձերբակալությունը։ Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան 12-ից մեկը եւ նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։ Նա, որ մատնելու էր Հիսուսին, նրանց նշան էր տվել, ասելով. «Ում ես համբուրեմ, նա է, նրան ձերբակալեք»։ Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին ասաց. «Ողջույն վարդապետ», եւ համբուրեց նրան։ Հիսուսը նրան ասաց. «Բարեկամ, դրա համար եկար»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին եւ ձերբակալեցին նրան։ Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց եւ հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տեղը դիր, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։ Թե կարծում ես չեմ կարող աղաչել իմ հորը, որ այստեղ այս պահին ինձ համար հասցնի հրեշտակների ավելի քան 12 գնդեր, բայց ինչպես կիրականանա Սուրբ Գիրքը, թե այսպես պետք է լինի»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ տաճարում նստում ու ուսուցանում էի եւ ինձ չձերբակալեցիք, բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանա մարգարեների գրվածքները»։ Այն ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան եւ փախան։ Հիսուսը ատյանի առջև։ Իսկ նրանք ձերբակալեցին Հիսուսին եւ տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքված էին դպիրներն ու ծերերը։ Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը եւ ներս մտնելով նստեց սպասավորների հետ, տեսնելու թե ինչ է լինելու։ Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի սպանեն նրան, բայց չէին գտնում, չնայած որ բազմաթիվ սուտ վկաներ էին ներկայանում։ Վերջապես մոտեցան երկու սուտ վկաներ եւ ասացին. «Սա ասում էր. կարող եմ քանդել Աստծու տաճարը եւ 3 օրում շինել»։ Քահանայապետը ոտքի կանգնեց եւ նրան ասաց. «Ոչինչ չես պատասխանում, դրանք քո մասին ինչ ամբաստանություն են անում»։ Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան եւ ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծո անունով, որ մեզ ասես, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին»։ Հիսուս պատասխանեց. «Դու ասացիր»։ Բայց ասում եմ ձեզ, այսուհետև կտեսնեք Մարդու որդուն նստած զորության աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով։ Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. հայհոյեց. «Էլ ինչ պետք ունենք վկաների։ Ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը, ձեզ ինչ է թվում»։ Նրանք պատասխանեցին եւ ասացին. «Մահապարտ է»։ Այդ ժամանակ թքեցին նրա երեսին եւ բռունցքներով հարվածեցին նրան։ Ոմանք էլ ապտակեցին նրան եւ ասացին. «Մարգարեացիր մեզ, ով դու Քրիստոս, ով է նա, որ հարվածեց քեզ»։ Պետրոսն ուրանում է Հիսուսին։ Իսկ Պետրոսը նստած էր դրսում գավթում։ Մի աղախին մոտեցավ նրան եւ ասաց. «Դու էլ Գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ Նա բոլորի առաջ ուրացավ եւ ասաց. «Չգիտեմ, թե ինչ ես խոսում»։ Երբ նա դարպասից դուրս ելավ, նրան մեկ ուրիշ կին տեսավ եւ այդտեղ կանգնածներին ասաց. «Սա եւս Հիսուս Նազովրեցու հետ էր»։ Պետրոսը երդումով դարձյալ ուրացավ. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան եւ Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ խոսվածքդ մատնում է քեզ»։ Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել եւ երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։ Պետրոսը հիշեց Հիսուսի ասած խոսքը, թե աքաղաղը դեռ չկանչած, 3 անգամ կուրանաս ինձ, եւ դուրս ելնելով դառնապես լաց եղավ։ Գլուխ 27.
Հիսուսը տարվում է Պիղատոսի մոտ։ Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին նրան սպանելու համար։ Ապա կապեցին նրան և տարան ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացուն։ Հուդայի մահը։ Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետերին ու ժողովրդի ծերերին, ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դու գիտես»։ Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով ասացին. «Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակը գցել, որտև արյան գին են»։ Եվ խորհրդակցելով այդ դրամով գնեցին բրուտի ագարակը, որպես գերեզման օտարների համար։ Այդ պատճառով այդ արտը մինչ օրս կոչվում է Արյան ագարակ։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «Վերցին 30 արծաթը վաճառվածի գինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից, և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։ Պիղատոսը հարցաքննում է Հիսուսին։ Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դու ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։ Եվ երբ ամբաստանվեց քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ Պիղատոսն նրան ասաց. «Չես լսում, թե դրանք որքան բաներ են վկայում քո դեմ»։ Հիսուսը նրան չպատասխանեց նույնիսկ ոչ մի բառ, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ Բարաբբան։ Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ ազատ արձակելու, որին նրանք էին ցանկանում։ Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, որի անունը Հեսու Բարաբբա էր։ Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ, Հեսու Բարաբբային, թե Հիսուսին Քրիստոս կոչվածին»։ Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։ Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան, ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ պահանջեն Բարաբբային, իսկ Հիսուսին մահվան դատապարտեն։ Կառավարիչը դիմեց նրանց և ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին. «Բարաբբային»։ Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին Քրիստոս կոչվածին»։ Ամենքն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։ Պիղատոս, տեսնելով, որ օգուտ չկա, ավելի խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Այս արդարի արյունից ես անպարտ եմ, դուք գիտեք»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդների վրա թող լինի»։ Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ծաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։ Այն ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան պալատ, և նրա շուրջը հավաքվեց ողջ գունդը։ Մերկացին նրան և վրան կարմիր քղամիտ գցեցին, ապա փշերից պսակ պատրաստելով դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով ծաղրում էին և ասում. «Ողջույն հրեաների թագավոր», և թքելով նրա վրա եղեգն առնում ու խփում էին նրա գլխին։ Նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին քղամիտը և հագցրին իր հագուստը։ Ապա տարան նրան խաչը հանելու։ Հիսուսի խաչելությունը։ Դուրս ելնելով գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչապայտը կրի։ Հասնելով Գողգոթա կոչված տեղը, որ նշանակում է կառափնատեղի, Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։ Ապա նրան խաչը հանեցին և նրա հանդերձները բաժանեցին վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի կողմից ասված խոսքը. «Իրենց մեջ բաժանեցին իմ հանդերձները և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ Զինվորները նստած պահակություն էին անում նրա վրա։ Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրություն, թե «Սա է Հիսուսը, հրեաների թագավորը»։ Այն ժամանակ նրա հետ խաչը հանվեցին երկու ավազակներ, մեկը նրա աջից,
մյուսը ձախից։ Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում գլուխներ եւ ասում. «Վահ, դու որ քանդում էիր տաճարը եւ 3 օրում կառուցում, ազատիր ինքդ քեզ, եթե Աստծո որդի ես, ցած իջիր այդ խաչից»։ Քահանայապետները դպիրների ու ծերերի հետ միասին նույնպես ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարող ազատել։ Եթե Իսրայելի թագավոր է, ապա այս պահին թող այդ խաչից ցած իջնի եւ նրան կհավատանք»։ Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. Աստծո որդի եմ, նրա հետ խաչված ավազակներն էլ նույնպես նախատում էին նրան։ Հիսուսի մահը։ Ցերեկվա 6-րդ ժամից մինչև 9-րդ ժամը խավար պատեց ամբողջ երկիրը։ 9-րդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց եւ ասաց. «Էլի, Էլի, լամա սաբակթանի», այսինքն՝ Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ Նրանցից մեկն իսկույն առաջ վազեց քացախով, ներծծված սպունգը վերցրեց եւ եղեգին անցկացնելով տվեց նրան, որ խմի։ Իսկ ուրիշներն ասում էին. «Թող տեսնենք, թե Եղիան գալիս է նրան փրկելու»։ Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց եւ հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց վերից վար։ Երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան։ Նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով մտան Սուրբ քաղաքը եւ շատերին երևացին։ Իսկ հարուրապետը եւ նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժ եւ պատահածները, սարսափահար եղան եւ ասացին. իսկապես որ Աստծո որդի էր սա։ Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք հեռվում կանգնած նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը եւ Զեբեդեոսի որդիների մայրը։ Հիսուսի թաղումը։ Երբ երեկո եկավ Հովսեփ անունով մի մեծարուստ մարդ, որ Արիմաթիայից էր եւ աշակերտել էր Հիսուսին։ Սա գնաց Պիղատոսի մոտ եւ խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը մարմինն առնելով պատանեց մաքուր կտավով եւ դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց, որպես կափարիչ եւ հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաեւ մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց։ Գերեզմանի պահպանումը։ Առավոտյան, այսինքն ուրբաթ հաջորդող օրը, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ եւ ասացին. «Տեր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը մինչ ողջ էր, ասում էր. 3 օր հետո հարություն պիտի առնեմ։ Արդ հրամայիր, որ գերեզմանը մինչև 3-րդ օրը զգուշությամբ պահպանվի։ Չլինի, թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան եւ ժողովրդին ասեն, թե մեռելներից հարություն առավ։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։ Պիղատոսը նրանց ասաց. «Պահակազոր ունեք, գնացեք, ուշադիր պահպանեք, ինչպես որ գիտեք»։ Եվ նրանք գնացին եւ գերեզմանը հսկողության տակ առան, քարը կնքեցին եւ պահակազոր նշանակեցին։ Գլուխ 28. Հիսուսի հարությունը։ Շաբաթ օրը երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով ու մոտենալով գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց եւ նստեց նրա վրա։ Նրա տեսքը կայծակի նման էր, հագուստը ձիանպես սպիտակ։ Նրա ահից պահապաններն այլայլվեցին եւ մեռելի պես եղան։ Հրեշտակը դիմեց նրանց եւ ասաց. «Դուք մի վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսեք այն տեղը, որտեղ դրված էր։ Եվ անմիջապես գնացեք, ասեք նրա աշակերտներին, որ հարություն առավ եւ ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ»։ Կանայք վախով ու մեծ ուրախությամբ գերեզմանից իսկույն դուրս ելնելով վազեցին աշակերտներին պատմելու։ Հիսուս երևում է յուղաբեր կանանց։ Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուս եւ ասաց. «Ողջույն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին եւ երկրպագեցին նրան։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի վախեցեք, գնացեք ասեք իմ եղբայրներին, որ Գալիլեա եմ գնում եւ այնտեղ ինձ կտեսնեն»։ Երբ նրանք գնացին, զինվորներից ոմանք եկան քաղաք եւ քահանայապետերին պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։
Նրանք էլ ծերերի հետ միասին հավաքվելով խորհրդակցեցին, առատ արծադրամ տվեցին զինվորներին եւ ասացին. «Կասեք, թե մինչ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան, գողացան նրան։ Եվ եթե այս լուրը կառավարչի ականջին հասնի, մենք նրա սիրտը կշահենք եւ ձեզ հոգսից կազատենք»։ Զինվորները արծադրամները վերցնելով արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին, եւ այս զրույցը մինչեւ օրս տարածված է հրեաների մեջ։ Հիսուսի վերջին պատգամը։ Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեան լեռ, ուր Հիսուս ժամադրվել էր նրանց հետ։ Երբ տեսան նրան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա, ինչպես որ Հայրս ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացեք այսուհետև աշակերտ դարձեք բոլոր հեթանոսներին, մկրտեցեք նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ պատվեցի ձեզ, եւ ահա ձեզ հետ եմ լինելու բոլոր օրերին, մինչեւ աշխարհի վախճանը»։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։